Հարգելիներս, կուզեի ողջունեմ ձեզի եւ ինչպես որ գիտեք, շատ մեծ բադիվ է ինձի համար նորեն այսօր ձեզի հետ լալու, որովհետեւ ինչպես որ նշված է, կարևոր թեման պիտի քննարկենք միասին, ինչու ասենք Հայաստանը եւ դուք լավ գիտեք հիմա, որ երբ կխոսիմ Հայաստանի մասին, կխոսիմ Արևմտյան Հայաստանի մասին, մասնավորապես, եւ ինչու Հայաստանը հայկական պետությունն է։ Եվ սա հարցը մեծ նշանակություն ունի, շատ մեծ նշանակություն ունի ամբողջ հայության համար, մանավանդ երբ կլսենք աջ ցախ կամ տարբեր քաղաքական ուժերու կողմեն, որ ինչու Հայաստանը պիտի մոնոէթնիկ պետություն լա։ Նորեն գսեմ, երբ կխոսիմ Հայաստանի մասին, մասնավորապես կխոսիմ Արևմտյան Հայաստանի մասին։ Եվ երբ կխոսիմ Արևմտյան Հայաստանի մասին, կխոսիմ ամբողջական Հայաստանի մասին, հադալ պետք է նշված լա ձեր մոտ, որովհետև շատ իմաստը պետք է հասկանալի լա։ Նորեն, այո, հատ հարցը մեծ նշանակություն ունի, որովհետև այդ քաղաքական ուժերը ինչ նպատակներ ունին։ Հատ քաղաքական ուժերը նպատակ ունին փոխել Հայաստան, Արևմտյան Հայաստանի պետության ինքնությունը։ Այդ պետության ինքնություն փոխել եւ ընդունել տարբեր ուրիշ ազգերը, տարբեր ուրիշ ժողովուրդները, որպեսզի նույնիսկ փոխվի մեր պետության ինքնությունը։ Բայց մենք պիտի անդրադառնանք այդ հարցով, ինչու Հայաստանը հայկական պետությունն է։ Մինչև որ անդրադառնանք այդ հարցը, մի քանի հետաքրքիր հարցեր այս շաբաթ մանավանդ այդպես ամեն օրվա քաղաքականության մեջ ներկա էին, օրինակ, ինչու Արամազդի աստղը կգտնվի այսօրվան հայկական, ասենք Արևելյան Հայաստանի հայկական բանակի զինանշանի վրա։ Այստեղ շատ նախ պետք է հասկանանք, որ անոնք որ կմտածեն, որ Արամազդի աստղը, ըստ 8 անգյունի աստղը, օդար նշանն է, կնշանակի, որ եթե այդպես կխոսին, կնշանակի, որ չեն հասկանալ, կամ չի ուսումնասիրեցին մեր պատմությունը, չի ուսումնասիրեցին մեր ինքնությունը, մեր հեյությունը որպես հայ չի ուսումնասիրեցին եւ չեն հասկանալ, ինչ կնշանակի այդ 8 անգյունի աստղը եւ ինչու այդ 8 անգյունի աստղը կապված է Արամազդի հետ։ Ես եթե համաձայն եք, հարգելիներս, մասնավոր հաղորդաշար կրնամ պատրաստեմ ցեզի բացատրելու համար եւ շատ բնական է, որ Արևմտյան Հայաստանի նախագահան ցեզի բացատրե ինչ իմաստ ունի 8 անգյունի աստղը կապված Արամազդի հետ, չի նշանակի, որ ճիշտ որոշում մնե, որ Արամազդի նշանը կգտնվի հայկական զինանշանի մեջ։ Սա ուրիշ խնդիր մնե։ Կրնապատել, որ ուրիշ, օրինակ իմ կողմեն ուրիշ որոշում կրնայի ներկայացնել։ Մանավանդ որպես Արևմտյան Հայաստանի զինված ուժերու պատասխանատու։ Բայց այդպես է, որոշումը, ասենք, որոշված է այդպես,
իմաստը խոր է, իմաստը արամազդի իմաստը ուղղակի atkan կապ չունի բանակի հետ կամ զինված ուժերու հետ, որովհետև արամազդը մեր մեծն է, մեր մեծն է, ասենք հին հայերու իմաստասիրության մեջ, արամազդը մեր մեծն է։ Օրինակ, ուրիշ օրինակ կարևոր օրինակ մնե, որովհետև բավական անցյալ դարի ներկայացվեց Անահիտի դիցուին եւ Անահիտը 8 անգյունի աստղը չէ, Անահիտը 6 անգյունի աստղ է եւ ընդհանրապես կապ չունի հրյաներուն տրոշակին հետ կամ Դավիթի աստղի հետ, Անահիտը շատ ավելի շատ հին դիցուի մնե եւ հadouk ուժ ունի մեր մեջ, մեր հայության մեջ, մինչև այսօր։ Օրինակ գտնամ ներկայացնեմ ձեզի Արմենիան Հայաստանի տարածքում գա մի քանի ուժեղ աղբյուրներ, որ անդեղ գսենք Անահիտի գուսկի գատը, այդ աղբյուրները գերտան մեր ժողովուրդը, որ գաբրին Արմենիան Հայաստանի տարածքում այսօր, ամեն օր գերտան Անահիտի գուսկի գատը խմելու, այդ ուժեղ աղբյուրների ջուրն է, եւ այդ ցևով մեր հին մշակույթը պահպանված է Արմենիան Հայաստանի այսօրվան հայության մեջ եւ նույնիսկ ուրիշներուն մեջ, որովհետեւ արդեն անուն կալ ընդունեցին Անահիտի դիցուին որպես իրենց այստեղ ալ շատ կարևոր է մեր ազդեցությունը, մեր իմաստասիրական ազդեցությունը բոլոր Արմենիան Հայաստանի, ամբողջ Արմենիան Հայաստանի դարաշքի վրա մեծ նշանակություն ունի եւ նույնիսկ, նորեն գսեմ, Անահիտը 6 աստղը ունի, որ 6 անգյուն է եւ արամազդը 8 անգյուն է, ինչպես որ մեր տրոշակը հիմա որ կա։ Կարևոր է, չէ՞ մեզի համար, շատ կարևոր է, որ իմանանք, որ մեր տրոշակը հիմնավորված է արամազդի աստղի վրա եւ մեր անվերջության արևը, որ կա մեջտեղը, անվերջության ուժն է, որ կյանքը կուտա արամազդի եւ կյանքը կուտա ամբողջ հայության, կյանքը կուտա ամբողջ հայության, այդ կյանքը, որ գաբրի այսօր ձեր մեջ, ամեն մեկի մեջ, ոչ մի կապ չունի այստեղ, ոչ իսլամի հետ, որովհետև արամազդը իսլամի շատ ավելի առաջ գհազդեր մեր ազգի մեջ եւ ոչ մի կապ չունի հրեական որևէ նշանի հետ, նորեն գսեմ արամազդը շատ ավելի առաջ կհազդել մեր ազգի մեջ, մի սխալվեք, եթե չեք իմանում, պիտի անդրադառնամ հարցը, որովհետև պետք է հասկանանք, որ ունենք այստեղ մեր մեջ, մեր որպես հայ 8 դեղ, ամեն մեկ աստղը եւ ամեն մեկ դից կամ դիցույն ունի իրեն դեղը մեր մարմինի մեջ, այո, սա շատ կարևոր է, որ իմանաք, որովհետև այդ հին գիտելիքները ուժ կբերեն մեզի, եթե մենք լավ կհասկանանք, եթե մենք լավ կտիրապետենք, ամեն օրվա մեր պայքարը տանելու համար,
ամեն օրվան մեր թիմադրությունը ուժեղացնելու համար, որովհետև մենք գիտենք ինչի համար գծարայենք։ Այս տեսանկյունեն այո Գաբոնի բանակին է, բայց ոչ ավել։ Բանակը ունի ուրիշ խոր հատկանիշները, ուրիշ խոր նշանները, որ ադիման վրա է, որ բանակը կստեղծվի եւ բանակի ուժը կտարածվի մեր ազգի մեջ։ Դա բզդիկ անգյուն մներ, անշուշտ կապված ինչ որ կատարվեցավ մայիս 28-ը, նախ պետք է հասկանանք, որ այդպես բարად երբ քո դարաշները ոևէ մասը օկուպացված են, չի բռնում իրական վիճակին է։ Այդ իմաստով ես կուզեի, որ քիչ ավելի լուրջ մոտիկանանք բանակի, մեր ազգային բանակի եւ ընդհանրապես ես չեմ ասել մենակ արևելյան Հայաստանի բանակի, ընդհանրապես մեր ազգային բանակի եւ հիմնավորումներ ունետ եւ աբակայի հետ։ Մայիս 28-ը դուք ալ ինչպես որ գիտեք, արդեն ես ալ ներկայացնեցի եւ հadoop հոդված պատրաստեցի այդ մասին, ընդհանրապես կապ չունի ոևէ անդրաբեդության հետ կապված։ Չեմ հասկնար, գտիմեմ ձեզի, եթե ուրիշ փաստեր ունի, խրգեցեք ինձի, բայց չեմ հասկնար ինչպես կրնակ կապել մայիս 28-ը ոևէ անդրաբեդության ստեղծման հետ կապված։ Չի կա դες բան։ Եթե գսեիք օրինակ մայիս 30-ը եղել է հռչակագիրը, որ Թիֆլիսի ազգային խորհուրդը ինքնիշխան է հայկական գավառներու վրա, Կովկասի հայկական գավառներու վրա, անժամանակ կրնայի հասկանամ մայիս 30-ին հետ կապված։ Մայիս 28-ը լավ գիտեք, որ մինակ եւ մինակ Ադրբեջանի անկախության օրն է եւ ինչու հայությունը պիտի նշե այդ օրը։ Ես ալ մի քանի անգամ բացատրեցի Արցախի անժամանակ Արցախի իշխանություններուն, որ չենք նշելու մայիս 28-ը Ադրբեջանի անկախության օրը կամ կներեք նայեցեք հիմա վիճակը չեն կնելու, այդ սխալ քայլերը չեն կնելու, մեր իշխողության մեջ ոչ մի իրականության բան չի գա, որ գրնա մեզի բացատրել, որ մայիս 28-ը գաբունի մեզի հետ։ Մայիս 28-ը ընդհանրապես ոչ մի կապ չունի Կովկասյան հայկական անդրադառնության հետ եւ ընդհանրապես ոչ մի կապ չունի Արևմտյան Հայաստանին հետ եւ ընդհանրապես չկա այդպես կոչված առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, ինգերորդ անդրադառնություններ գսխալվեք ձեր որոշումներ, իրավունք ունիք սխալվելու, պետք է իմանաք, որ մեկ հատ անդրադառնություն մգա 1920-ից ստեղծված Միացյալ Հայաստանն է եւ այդ Միացյալ Հայաստանի անդրադառնությունը մինակ Երևանյան կողմեն, որ հիմա գույմա չի ընդունված, անոնք Երևանյան իշխանությունը չի գտնա ոչ մի լեգիտիմություն չունի, ասենք հիմնավորել իրենց իրավանական հիմքերը Միացյալ Հայաստանի հետ կապված չունի, եթե անկախության հռչակագիրը կգարտակ, եթե սահմանադրությունն ուսումնասիրեք, ոչ մի կապ չունի Միացյալ Հայաստանի հետ կապված եւ այդ
քաղաքական ուժերը, որ գուզեն կապել կամ որևէ ցևով օգտագործել քաղաքական ցևով մեր իմքերը իրենց քաղաքականության համար սխալ կայլ գնեն, ճիշտ չի, ճիշտ չեմ ասել, որ ժողովրդին գխապեն, բայց այդ սխալ իմքերը օգուտ չեն լալու հետագայում եւ անշուշտ հետագայում վնասն կրնան բերել իրենց, որովհետեւ չի պիտի կրնան այդ ծրագրի վրա որևէ քայլ առաջ տանել, չեն կրնա, բայց Արևմտյան Հայաստանը, որ ինքն է լեգիտիմ այդ իրավունքները առաջ տանելու, պաշտպանելու, ինքը կրնա քայլեր անել, Արևմտյան Հայաստանը կրնա առաջ գնալ եւ կրնա ուժեղանալ այդ բոլոր խնդիրները, որովհետեւ այդ խնդիրները պատասխանները ստանան եւ իրականացման քայլերով առաջ գնալ։ Օրինակ դամ ձեզի հիմա անմիջապես պետք է իմանաք, որ գալ ամիս ուլիսին մասին է խոսքը։ Մենք պիտի մասնակցենք ՄԱԳ-ի փորձագետներու, բնիկ ժողովներու փորձագետներու համաժողովը եւ մենք արդեն խրգեցինք 4 հատ զեկույցներ եւ ես կուզեի ձեզի ներկայացնեմ այդ զեկույցները։ Նախ կուզեի իմանաք, որ մեկ հատ զեկույց խրգեցինք կապված Արևմտյան Հայաստանի եւ Արցախի բնիկ հայ ժողովուրդներու իրավունքները, ագամարտության եւ ագամարտությունից հետո իրավիճակներուն։ Սա պետք է հասկանաք հարգելիներս, որ այդ զեկույցը ինքը կներկայացնե, ինչպես որ հասկացաք, ինքը կներկայացնե ընդհանուր վիճակը Արևմտյան Հայաստանի հայության եւ Արցախի հայության հետ կապված եւ արդեն ագամարտության ժամանակը եւ ագամարտությունից հետո ինչ բադայեցավ, ինչպես բադայեցավ, ինչ իրավունքներ ունենք, որպես երկու Արևմտյան Հայաստանի հայերը եւ Արցախի հայերը եւ այդ իրավունքները, որ մենք ունենք եւ պիտի շարունակենք ունենալը, ինչու այսօր պատասխան չեն ստանալ։ Մենք գիտենք ինչու այսօր անշուշտ պատասխան չեն ստանալ, որովհետեւ գա պետությունները կան, որ մեկ օր կճանչնան ձեր անկախությունը, օրինակ Ֆրանսիա, Գրան Բրիտանիա, Իտալիա, Ճապոնիա եւ այլն, մյուս օր գլրեն եւ ձեր անկախության մասին է խոսքը կամ ձեր ինքնիշխանության մասին է խոսքը, մյուս օր գլրեն, չեն ասելու, հիմա ինչպես որ տեսանք, հատկան ասենք այդ վերջին այս անցյալ շաբաթ, այդ վերջին շաբաթները հատկան Եվրոպայի պետությունները կփորձեն ազդել Արևելյան Հայաստանի ներս քաղաքականության վիճակի վրա, իրականության իրավունք չունին, ասեմ ձեզի, հատկան միջամտել, հատկան փորձեր ազդել Եվրոպայի պետություններու մասին է խոսքը, Ամերիկայի Միացյալ Նահանգներու ինչքան որ ինքն այդ պետությունը կփորձի ազդել այսօրվան Երևանյան ընտրություններու վրա։ Կտեսնակ, որ կարևոր խնդիր կա այստեղ։ Ինչքան որ նույնիսկ Ռուսաստանի կողմեն կփորձեն ազդել այդ ընտրություններու վրա։ Կպատկերացնեք մանավանդ հարգելիներս, մանավանդ որ Արևելյան Հայաստանի սահմանները չկան, բացի Բասկաստանին ինչպես որ ցեզի ներկայացնեցի, հիմա ոչ մի սահման հաստատված չեն։ Ասենք դե յուրե պետություն չի կրնալա, եթե սահմանը չունի։ Ինչ կնշանակի այդ ազդեցությունը դարբեր պետություններու կողմեն։
Եվրոպան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ այլն, ինչ կնշանակի։ Կնշանակի, որ հայկական հարցը ուժի մեջն է։ Կնշանակի, որ պետք է չեզոքացնենք ամբողջ հայությունը, պետք է չեզոքացնեն, կներեք, ամբողջ հայությունը, որպեսզի հայկական հարցը չեզոքացնեն։ Եվ եթե նույնիսկ այդ խոսակցությունները որ կան հիմա, որ իբր թե Հայաստանը չի պետք է լա մոնոէթնիկ պետություն, ասենք թե մոնոէթնիկ կնշանակի չի պետք է լա հայկական պետություն, կպատկերացնեք ինչքան մտահոգված են հայկական հարցի հետ կապված եւ ինչքան մենք ամբողջ հայությունը, մանավանդ արևմտյան Հայաստանի հայությունը պետք է շարունակենք մեր դիմադրությունը եւ ուժեղ ձևով շարունակենք մեր դիմադրությունը մեր հայկականությունը պահպանելու համար։ Ինչու պետք է մեր հայկականություն։ Իսկ թե նայեցեք 1908-ին երբ երի թուրքերը որոշեցին փոխել Օսմանյան կայսրության իշխանությունը, այն ժամանակ նույնպես հայկական ուժերը կան, եթե կուզեք անունը գտնեմ, կներկայացնեմ, բայց կան կարևոր չի անունը, այդ բոլորը գիտեն, այդ կուզեմ ասեմ, այդ կուսակցությունը միացավ երի թուրքերուն հետ եւ երի թուրքերուն հետ միանալով փորձեցին եղաշրջումը կազմակերպել Օսմանյան կայսրության մեջ։ Որտեղ են գուկան երի թուրքերը, որտեղ սովորեցին, ինչ որ սովորեցին։ Երի թուրքերը գուկան Ֆրանսիայից։ Երի թուրքերը եթե չեն գալիս Ֆրանսիայից, գացին Ֆրանսիա սովորելու։ Երի թուրքերը ստեղծեցին, ասենք թե Union et Progrès իրեն կուսակցությունը, որ անժամանակ լոգիաման էր Թեսալոնիկում։ Եվ անոնք գացին Փարիզում, սովորեցին, անտիպեցին անդերի նույնիսկ հայության, որ նույն լոգիային մեջ էին, նույն շրջապատի մեջն էին, եւ այդ ցեվով ստեղծեցին մեկ հատ կուսակցությունը եւ կազմակերպեցին ատեղաշրջումը 1908-ը։ Նույն բան կկատարվի հիմա։ Ասենք թե նորեն Ֆրանսիա կփորձի հասնել այսօրվա արևելյան Հայաստանի իշխանության վրա ոյևեցեվով, որպեսի Ֆրանսիայի, ասենք թե կամ այդ ուժերի քաղաքապետերը դեղափոխեն Հայաստանի մեջ, արևմտյան կամ արևելյան Հայաստանի մեջ։ Հարցը քաղաքականությունն է եւ քաղաքապետներն են, ասենք թե այդ քաղաքապետները, որ անոնք մինչև հիմա գործ են, դեղափոխեն եւ ուժեղացնեն մեր Հայաստան, ընդանուր Հայաստանի տարածքի վրա։ Հա դե իմաստը, հասկացաք հիմա ինչ կկատարվի։ Եվ անշուշտ ամեն ինչ պիտի անեն, որպեսզի այդ ծրագիրը շարունակվի, ծրագրված է, ծրագիր կա Արցախի հարցով, Նախիջևանի Ջուխայի գերեզմանի ոչնչացմանը 2005-ը, այդ ծրագիրը պետք է շարունակվի, պետք է ինչ որ հայկական է մեր Հայաստան, ընդանուր մեր միացյալ Հայաստանի մեջ պետք է ոչնչացնեն ծրագիրը եւ այդ ծրագիրը մասնակցողները դուքալ հիմա գիտեք ովքերն են եւ գերտան քայլ ալ քայլ գերականացնեն այդ ծրագիրը։ Եթե սա ցեղասպանություն չէ, նույնիսկ փոխել մեր ինքնությունը, մեր ժողովրդի ինքնությունը
եւ եթե չեն գրնար փոխել մեզի, ոչի չարցնել, ցեղասպանել, դեղահանել մեզի մեր տարբեր տարածաշրջաններում, սա ցեղասպանություն չէ ձեզի համար, մեզի համար ցեղասպանություն է, որովհետև մենք գիտենք ինչ կատարվեցավ 1894-ը, մինչև այսօր գիտենք ինչ կկատարվի եւ գիտենք ինչպես պիտի շարունակվի։ Եթե մեր հասարակությունը չի ածքնա, խնդի չէ, թող չի ածքնա, ինքն է որ պիտի դուժվի, մենք ալ բոլորս պիտի դուժվենք, բայց եթե մենք չենք գնար միավորել մեր ազգը մեր պետության ծրագրի պաշտպանության իման վրա, եթե չենք կրնար հիմնավորել, կնշանակի, որ վնասները պիտի ստանանք, վերքերը պիտի ուժեղ լան, բայց այդ վերքերը մենք ենք այդ վերքերու իսկական իրականացնողները, որովհետև մենք չենք բուժել մեզի, մենք չենք ուզել դաստիարակել մեզի, մենք այդ փորձերը, ինչ որ կատարվեցավ 1894-ից մինչև հիմա, բամը չհասկացանք, եւ չենք հասկանալ, ասենք ադորամատ գզարմանամ Արամազդի աստղը ինչ կապ ունի այսօրվան Արևելյան Հայաստանի բանակի հետ։ Դա կրկիր է, անոնք որ մտածեցին, անոնք շատ դա կրկիր է, շատ ուժեղ կաղապարվել է, բայց իրականության ատկան ինչպես որսի կապ չունի բանակին է, ավելի, որովհետև Արամազդի աստղը շատ ավելի հզոր նշանակություն ունի։ Հիմա անդրադառնանք այդ զեկույցները, որ պետք է ներկայացնենք ՄԱԳ-ում, եւ քիչ առաջ ես ցեզի բացատրեցի ինչ որ կապված է ագամարտություններու եւ ագամարտություններից հետո իրավիճակներուն եւ անշուշտ կտեսնանք, որ մենք ուղղակի ունեցանք ցեղասպանություն, երկրորդ զեկույցը, որ պատրաստեցինք ՄԱԳ-ին հետ կապված եւ պիտի պաշտպանեմ, կալամիս պիտի պաշտպանեմ ՄԱԳ-ի ժողովի ժամանակ, ինչ որ կապված է հողային իրավունքներու մասին, այո, որովհետև ինչ նայեցեք, մենք բնիկ ենք եւ մեր իրավունքները, հիմա դուք չեք որոշող, եթե համաձայն եք ինձ հետ կամ համաձայն չեք, իրաբանական տեսանկյունեն այս որպես բնիկ ազգ մեր իրավունքները ընդունված են արդեն աշխարհի կողմեն։ Կարևոր է, որ ինչու իրականության մենք գիտենք, որ մեր այս խոհերը մեր խոհերն են, մենք շատ լավ գիտենք, բայց կարևոր է, որևէ չափով կարևոր է, որ մյուս ազգերն ընդունին, որ այդ խոհերը մեր խոհերն են, կարևոր է, բայց եթե չեն ընդունել, չի նշանակի, որ այս խոհերը մեր խոհերը չեն, կներեք, անոնք որ մեր մեջ, գսեն, որ Հայաստանը, Արևմտյան Հայաստանը Թուրքիանն է, կամ Արևմտյան Հայաստանը Արևելյան Թուրքիա կամ Արևելյան Անատոլիանն է, անոնք ինչ կնեն, ինչ կապ ունին հայության հետ, ասենք պետք է անպայման ուրիշ օդար քաղաքականության դիրքորոշումները դեղափոխեն, պաշտպանեն իրենց կողմեն եւ դեղափոխեն մեր մեջ եւ լավ կզգան այդպես, ասենք իրավաբանական առանց պաշտպանելով մեր իրավունքները անոնք լավ կզգան այդպես, թող լավ զգան, խնդիր չի կա, բայց այդպես բան չի կա, մենք շատ լավ գիտենք, որ ընդհանուր Հայաստանը, Միացյալ Հայաստանը մեր խողն է, Արցախը մեր խողն է, անոնք որ գսեն, որ Արցախը Ադրբեջանի խողն է, կներեք, անոնք չեն հասկանալ, կամ ոչ մի կապ չունին հայության հետ, կամ չեն հասկանալ, որ այդ խողի դերերը արցախցիներն են, որ 10,000 տարի կապրին անդեղ, չես կրնար ասել մեկ օրվան մեջ, չես կրնար ասել, չէ ուրիշինն է,
Նույնիսկ եթե դերությունները, ինչպես որ Ֆրանսիան բարոն Մակրոնի միջոցով ամեն ինչ կարգավորվեց մինչև 2022 Պրագայի ժողովին, կամ Միշելը եւ բարոն Փաշինյանը ինչպես կազմակերպեցին, օրը արդենցան, առավոտը արդենցան, այսին սա արդեն անցնում ենք Ադրբեջանի, եւ դուք կմտածեք, որ իրավունքները, միջազգային իրավունքները ացևով կգերականացվի, ացևով կկարգավորվի։ Եթե այդպես կմտածեք, սխալ կմտածեք, միջազգային իրավունքները մենակ Ադրբեջանի համար չեն, հայության համարն են, Հայաստանի եւ Միացյալ Հայաստանի մասին, ոչ իրական Հայաստանը, որ գսեն, դուք կալացկացաք, որ այդքան իրական չէ, եւ արդեն ովևէ չափերը, մասերը օկուպացված են այսօր։ Հասկացաք իմ ասածս։ Այսինքն այդ իրական Հայաստանը, որ ծնվել է ինչ կա, եւ 91-ը Սովետից հետո, Սովետի շարունակական Ստալինի որոշումի մենք չի դիտենք իրական Հայաստան, դիտենք Ստալինյան Հայաստան։ Հիմա Ստալինյան Հայաստանը 70 տարի որ Ֆրանսիա գրվել է Սովետի դեմ, հիմա կընդունի ինչ Ստալինյան Հայաստանը որպես իրական Հայաստան։ Հասկանաք, այդ ամեն ինչ քաղաքական խաղերն են, եւ մենք չենք ընդունել այդ քաղաքական խաղերը, որովհետեւ մենք ունենք իրավաբանական մենք ունենք իրավաբանական փաթեթներ, մենք ունենք ճանաչված իրավունքներ, եւ եթե օրը բարոն Մակրոնը կամ բարոն Միշելը կամ ովևէ մեկը կարտնա գսե, չէ, հիմա արդեն մենք կընդունենք Միացյալ Հայաստանը, ինչ պիտի ասեք։ Օրը պիտի արտնան, շուրջ պիտի խմեն, պիտի ասեն մենք ընդունենք մենակ Ստալինյան Հայաստանը, հետո օրը պիտի արտնան, պիտի ասեն չէ, մենք ընդունենք Միացյալ Հայաստանը։ Գարզեք, որ չի լինելու, կսխալվեք, եթե կմտածեք, որ այդպես բան չի լինելու, որովհետև այսպես բան ալ կրնա լինել, բայց ընդունին, չընդունին, սուրճ խմելու առաջ կամ հետո կապ չունի, մեր խողերն են, եւ մենք պետք է դիմանանք, պետք է դիմադրություն ներկայացնենք, մեր իրավունքները իրական դարձնենք, մենք պետք է հայությունը, ամբողջ հայությունը, շատ էշտ է, ասենք փառատներով զբաղվել կամ ֆեստիվալներով կամ չեմ գիտեր ինչներով, ասենք տեսած կոմունիկացիայի խնդիրներն են, քաղաքականություն ալ չէ, ասենք ներքին խոհանոցը դակ բայելու համար, բայց մենք ունենք ուրիշ լուրջ խնդիրներ ու ժամանակ, չէ, մանավանդ ցեղասպանության, մանավանդ Արմենիան, Հայաստանի, Արցախի իրավունքները, այդ խնդիրները ազատվեցիք, չունիք, թող չունենաք, մենք խնդիր չունենք, մենք այդ խնդիրը չենք ուզել նույնիսկ բաժնվել ձեզի հետ, նույնիսկ վերցնում եք մեր մշակույթը, այսօր Արևելյան Հայաստանում մեծ մասը մշակույթը Արևմտյան Հայաստանի մշակույթն է, կոմիտասները, շիրազները եւ այլն եւ այլն։ Վերցնում եք մեր ինքնությունը, վերցնում եք ամեն ինչը, հետո կսեք մեզի, չէ, մենք չի պետք է լանք մոնոէթնիկ, պետք է լանք մենք խառնված, մենք պետք է դունենք ուրիշ ազգերը մեր 20 չեմ գիտեր քանի 1000 քառակուսի մետրը, որովհետեւ հստակ չէ արդեն այսօր, եւ այդպես մենք պիտի շարունակենք մեր պետականությունը ուժեղացնելու, զարգանալու եւ պաշտպանելու։ Բայց ինչ եղավ, որ մենք մտածեինք օրինակ, որ Հայաստան, Միացյալ Հայաստանի մասին է խոսքը, հայկական պետությունն է։ Ինչ եղավ։ Ասեմ ձեզ ինչ եղավ։ Որովհետեւ այդ Հայաստան 1920-ը, որ ճանաչված էր, հիմնված էր Արևմտյան Հայաստանի հայության ցեղասպանության
պատասխանելու վրա։ Այո, ցեղասպանության հետո ճանաչեցին մեր պետականությունը որևէ չափով լուծումը ներկայացնելու համար մեզի։ Եվ մենք այդ ամեն ինչ պետք է հրաժարվենք արամազդի, որովհետև կան, որ մեր մեջ չեն հասկանում մեր հին ինքնությունը, պետք է հրաժարվենք Անահիտին, որովհետև կրոնապատահել, որ atkan Անահիտը ասենք թե լավ չի պաշտպանել մեզի, առանց հասկանալ, որ մենք Անահիտից հրաժարվելով մենք հրաժարվենք մեր բնությունից, մեր բնորանից, մեր ինքնությունից, մեր աղբյուրներից, ճիշտ է, կսխալն է։ Սարերը ինչու պետք է ացարերը պետք է չունենք, որովհետև եթե սարերը ուրիշին տանք, չէ՞ մեր սարերը, որ ձուն կա վրա, չէ՞, բայց այդ աղբյուրները, այդ ջուրերը, որ կխմենք մենք Երևանում, չեն գալիս մեր սարերից, այդ աղբյուրները, որ կխմենք, որ պետք է մաքուր ջուրը լա, չեն գալիս մեր սարերից, մեր ձույներից, չէ, հա, արհեստական ջուրերն են, որ կլոր պետք է տնեն անպայման մեջ չի հաշված բոլոր մյուս հիվանդությունները, որպեսզի այդ հիվանդությունները տարածվեն մեր մեծ քաղաքներու մեջ, չէ, որպեսզի մեր ժողովուրդը ավելի շատ հիվանդանա եւ որպեսզի այդ հիվանդությունի դիմաց մենք կարողանանք ծախել եւ թեղերը եւ տարբեր բաներ, որպեսզի բիզնեսը առաջ գնա, չէ։ Դու իսկապես կմտածեք, որ Արմենիան Հայաստանի մեջ այդպես մենք կընդունենք այդպես ապրելակերպը, մենք չենք ընդունել։ Այդ արհեստական ստեղծված վնաս մարդկության եւ վնաս մեր սերունդներուն ապրելակերպը մենք չենք ընդունել։ Եթե պետք է նորենալ ձայնակրությունն կպատրաստեն մեր ապրելակերպի առողջ ապրելակերպի հետ կապված, որպեսզի մենք ունենանք այդ հնարավորությունները իրականացնելու մեր ազգային պետություն, որովհետև մեր ազգային պետության իրականացմանը կապված է մեր ամեն օրվա ապրելակերպի հետ կապված։ Ինչ որ ցեզի կբացատրեմ, փորձեցի, ինչ որ ցեզի կներկայացնեմ, շատ լուրջ զեկույցներուն, ուսումնասիրություններուն արդյունքներն են, այդպես չէ, որ ես ալ Մակրոնի պես կամ ուրիշի պես առավոտ նկարդնամ, կսեմ Ֆրանսիան, երկու Ֆրանսիա կա Վիշի Ֆրանսիա եւ կա օկուպացված Ֆրանսիա։ Հիմա որն է ճիշտը։ Վիշի Ֆրանսիանն է, հիմա այսօր ով կղեկավարի Ֆրանսիա։ Վիշիստներն են, անոնք որ Վիշի Ֆրանսիան ասենք թե ունեցան արեց փոքր պետականությունը կամ օկուպացված Ֆրանսիայի մասն է։ Որն է այսօրվան Ֆրանսիա։ Եվ ես օրինակ կրնամ ասեմ, բա ես հաշվի առնելով, որ վերջի վերջո Վիշի Ֆրանսիան ավելի ճիշտ է, ես ճանաչում եմ մինակ օրինակ Վիշի Ֆրանսիա, մնացած Փարիզ եւ այլն չի մտնելու մեջը։ Կպատկերացնեք, եթե մենք այդպես կմտածեինք, այդպես կխոսեինք, եթե չէինք ընդունել, որ Ֆրանսիա միացյալ պետություն մնե։ Եվ մենք ալ կրնանք այդպես խաղալ Կիպրոս երկու Կիպրոս կա, չէ՞։ Մեկ հատ հարավային, մեկ հատ հյուսիսային Կիպրոս, չէ՞։ Եվ մենք այդպես պիտի ներկայացնենք եւ Կիպրոսը որպես պետություն ինքը գնդունի, չէ՞, որ երկու Կիպրոս կա այսօր։ Ինչ որ մենք կպաշտպանենք, մենք ճիշտ չենք, ուտոպիա է,
ասենք թե Կիպրոսի համար ուտոպիանն է, որ օրը միացյալ Կիպրոսը ստեղծվի։ Եթե այդպես է, ասենք կացեք Կիպրոսում, խոսեցեք այնտեղ, ներկայացնեք, ասեք այդպես, ինչպես որ գսեք մեզի ուտոպիա է, որ մենք օրը Արմենիան Հայաստանը կունենանք, կամ Արցախը օրինակ։ Այդպես բաներ ներկա, կացկնակ չի պետք է սխալվենք։ Եթե մենք գուզենք մեր պետականությունը պաշտպանենք, մենք պետք է պատասխանատու լինենք։ Կնշանակի, որ պետք է մասնակցենք իրական ձևով այդ աշխատանքները, որ դեպի մեր իրավունքներու իրականացման կերտան։ 1980-երի կողմերը, երբ Ասալան ստեղծվեց եւ Ասալան սկսել է իրենց գործողությունները, այն ժամանակ չի լսել, որ Ասալայի գործողությունները ուտոպիա է, Ասալայի գործողությունները ագարակ ծևով։ Ես ինչ տեսա, որ ամբողջ հայությունը ոտքի կայնեցավ, հբարտությունով, հբարդ էր, որ Ասալայի գործողությունները գնային, դաները գործողությունները գնային։ Այդ նույն այսօրվան հասարակությունը այդպես չի մտածում, չէ՞։ Ավելի չի գա Արմենիան Հայաստանը, չի գա Արցախ, արդեն ընդունված է, չի գա Արցախ, եւ մենք այդպես պիտի շարունակենք։ Եթե նույնիսկ մեր քաղաքականությունը ագարակ օսանկով գերտա, գիտեք ինչ կսենք մեր մոտ Արմենիան Հայաստանի մեջ, կսենք հագարակ օսանկով շարժվելով կերտանք դեպի աղբյուրը։ Հասկացաք, դեպի աղբյուրը որն է։ Դեպի աղբյուրը Միացյալ Հայաստանն է։ Ինքն է, որ մեր հայկականությունը կպահպանի։ Հիմա նույնիսկ եթե Արևելյան Հայաստանի քաղաքականությունը, ապրելակերպը, ինքնությունը, ինչ որ գուզենք, գհագասե մեր ազգային պետականությունը, վերջի վերջո, այդ մի քանի գավառի պատմություն է մեր մեջ։ Այո, այդպես կտեսնամ։ Մի քանի գավառի պատմություն է, մայիս 28-ը գավառներու, Կովկասի գավառներու ինքնիշխանություն է ներկայացնում, դարձավ իբր թե առաջին հանրապետություն։ Այդպես բան չի գա։ Իրականության առաջին հանրապետությունը եղել է առաջին պետությունը, մինչև հանրապետություն լիներ, եղել է Արմենիան Հայաստանը, Թուրքահայաստան, երբ Ռուսաստանը ջանցավ մեզի, մեր անկախությունը։ Սա գրնանք թաքցնել մեր ամբողջ հայության, թող չիմանա իրականության, բայց թաքնուցեցին, ասենք 100 տարվա մեջ ոչ մեկը չարժեքավորեց Թաշկա Հայաստան, Արմենիան Հայաստանի ինքնորոշման իրավունքները մինչև անկախություն։ Բայց եղել է։ Մեր պետականության չեք գտնելու մեկ հատ պետությունը, որ ունեցավ այդքան ճանաչումները Արևմտյան Հայաստանի պես։ Չեք գտնել։ Նույնիսկ Ֆինլանդիայի անկախություն օրինակ անկախացել է իրեն որպես պետություն, նույն իրենց անկախությունը ստացան նույն ժամանակ, որ մենք Արմենիան Հայաստանը մեր անկախությունը ստացանք Ռուսաստանի կողմեն։ Օրինակ դամ ձեր, եթե չեք գիտեր, ուսումնասիրեք։ Ադորամար, ինչ կրնանք ասել, ամեն ինչի դիմաց։ Մենք պետք է շարունակենք
միջազգային ամանքի մեջ ներկայացնել մեր իրավունքները։ Ես երկու զեկույց ներկայացնեցի ձեզույթ, հիմա երրորդը ներկայացնեմ ձեզ։ Ինչ որ կապված է Արմենիան Հայաստանի բնիկ հայերը պատմական անարդարություններ, տարածքային իրավունքները եւ միջազգային պատասխանատվություն։ Այս զեկույցն էլ շատ կարևոր է, որ մագում պիտի ներկայացնեմ ուլիսին մեջ։ Արդեն կրացված ենք եւ արդեն մեր կրանցումը ընդունված է։ Եվ մեր պատվիրակությունը ուժեղ ցևով պիտի ատաշխատանքը տանի։ Չորրորդ քիչ արագ կներկայացնեմ չորրորդ զեկույցը կապված պիտի լա Վանալիջի հետ, որովհետև Վանալիջը որպես բնիկ հայկական լեռնաշխարհի բնական մշակութային եւ պատմական ժառանգության պաշտպանությունը պիտի ասեք, բայց ինչ կապ ունի մենք այսօր ինչ կապ ունենք Վանալիջի հետ կապված։ Ասենք Վանալիջը ձերը չէ, ձեր լիճը չէ, ինչպես անշուշտ Մահսիս սարը, բայց մերն է եւ մենք եւ այսօր մենք ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ Վանալիջը շատ վնասներ կստանա եւ մենք չենք ուզեր, որ Վանալիջը դառնա Ուրմիայի լիճի պես։ Ասկը մենք բնիկ հայերն ենք, գրնա պատահե որ ադալ լավ չեք հասկանում կամ պատկերացնում ինչ բնիկ հայերն են եւ այլն։ Մենք բնիկ հայերն ենք եւ Վանալիջը վնասին մեջն է, դժվարության մեջն է եւ մենք պետք է ներկայացնենք միջազգային ամանքին մեջ այդ հարցը, որովհետեւ միջազգային ամանքը, սենտե մագի մասին է խոսքը, ովև է աշխատանքները դանի դիգունքային է մեզի իրականության դիգունքային է Վանալիջի, որովհետեւ Վանալիջն է կարևոր այստեղ։ Վանալիջը իր ինչ կուզենք ասել, լիճը կրնա ապրի եւ կրնա մեռնի։ Օրմիա լիճը մեռած է։ Ինչու մեռած է, պատճառներ կան։ Մենք չենք ուզել, որ Վանալիջը նույն վիճակի մեջ լինի։ Վանալիջը մոտավորապես, եթե չեմ սխալվում, 3700 քառակուսի կիլոմետր տարածք մնե։ Այդ լիճը մեզի համար շատ կարևոր է։ Արմենիան Հայաստանի համար շատ կարևոր է։ Այդ ջուրը մենք պետք ունենք։ Մենք պետք ունենք տարբեր ցևով։ Մենք մինակ խմելու համար չէ։ Մենք պետք ունենք որպես ջուր, որպես իշխողություն, որպես ամեն ինչ։ Եվ եթե դուք օրմը կստացվի, որ երտակ Արմենիան Հայաստանը եւ Վանալիջը ձեր աչքերով տեսնաք, կրնաք հասկանալ այսօր մեր Արմենիան Հայաստանի մտահոգությունը, մեր պետության եւ մեր կառավարության մտահոգությունը Վանալիջի հետ կապված։ Չի հաշված, որ Վանալիջը նորեն շատ գեղեցիկ է, նորեն խենտենալիք շրջան մնե, քույներով, ամեն ինչով, բնությունով, մաքուր բնությունով եւ պետք է մաքուր Արմենիան Հայաստանը պետք է մաքուր մնա, ամբողջ Արմենիան Հայաստանը եւ մենք կրնանք որպես բնիկ այդ մաքրությունը պաշտպանենք ամբողջ մեր տարածքի վրա։ Եթե Արևելյան Հայաստանը չի ուզեր ինքը մաքուր մնա, եթե ավելի հատես արհեստական կյանքի մեջ ուզե զարգանալ եւ առաջ գնալ, իրենց խնդիրն է։ Մենք դեմ ենք։ Իմացեք հարգելիներս, մենք դիմեցինք Երևանյան խորհրդարանը, որբեսի սեղանին նստենք կներեք եւ ներկայացնենք մեր բնիկությունը
եւ որովհետեւ բացատրենք ինչ է լավ, ինչ է սխալ մեր փնորանը, մեր փնությունը պաշտպանելու համար։ Մինչև հիմա չընդունեցին մեզի։ Անշուշտ հիմա պիտի փոխեն, կալ շաբաթ պիտի փոխեն խորհրդարանը, բայց չընդունեցին մեզի, որ մենք բացատրենք, կամ իրենց համար աշխատենք նույնիսկ, որովհետեւ հասկանան ինչու կարևոր են մեր սարերը, ինչու կարևոր են մեր ձույները, ինչու կարևոր է մեր սևանալիճը եւ այլն եւ այլն։ Եվ ինչ պետք է անենք, որովհետեւ այդ պլաստիկի, այդ արհեստական պլաստիկի աշխարհից ազատվենք եւ այլն, շատ բաներ կան, շատ։ Հարցը չէ էկոլոգիալը, չլալը, հարցը է, որ մենք բնիկ մենք մեր ապրելակերպի վրա կհազդե այդ պիսությունները կհազդեն եւ մենք պետք է դեմ դուրս գանք կպատկերացնեք ինչքան ճակատներ ունենք ինչքան գրթության հետ կապված ճակատներ կան մեր ապրելակերպի հետ կապված ճակատներ կան մեր առողջության հետ կապված ճակատներ կան մեր փնորանին հետ կապված ճակատներ կան մեր ինքնության հետ կապված ճակատներ կան, մեր մշակույթի հետ կապված ճակատներ կան, ամենտեղ կզարնեն մեզի, ամեն տեղից կզարնեն մեզի, մենք պետք է անպայման այդ շղթան ստեղծենք, ամրոցը ստեղծենք, իրավանական ամրոցը ստեղծենք եւ գոչ հնենք մեր ասարակության զինվոր դարձեք մեր այս ամրոցից, այդ իրավանական ամրոցից, իրավանական մասին է խոսքը, բանակի հարցը սա ուրիշ խնդիր մնե, ուրիշ հարց մնե, այդ իրավանական ամրոցից զինվոր դարձեք եւ պաշտպանեք մեր ինքնությունը, մեր անցյալը, մեր հեյությունը, մեր մշակույթը, մեր ամեն ինչը, մեր փնորանը, մեր մաքրությունը, մեր ուդելիքները, մեր բնական ուդելիքները պաշտպանենք։ Մենք ունենք այսօր այդ գիտելիքները, վաղը կգտնապատահի, որ այդ գիտելիքները չենք ունենալու, որովհետև չեն փոխանցելու գիտնական հետ կապված, իմացեք, մենք մեր գիտությունը կամաց սերունդները անցնելով մեր գիտությունները, մեր գիտելիքները կգործվենք, այստեղ ճակատը կա, լուրջ ճակատը կա, որովհետև մեր նախնիկները ավելի շատ բնության հետ գիտեին իրենց ապրելակերպը ավելի շատ մոտիկ էր բնության հետ, այդ գիտելիքները որ ունեին, կամաց կգործվենք, նորեն գա, նորեն ունենք փորձագետները, որ այդ գիտելիքները ունին այսօր, Արևմտյան Հայաստանում կամ նույնիսկ Արևելյան Հայաստանում, Արցախումն ալ կար, մեր մեծ մայրիկները, մեր մեծ հայրիկները ունին, այդ ամեն ինչ մենք պետք է պահպանենք, գրնապատահի որ կարևոր չէ ձեզի համար, ես բամը չունեմ ասելու, ձեր կարծիքն է, կրնամ ընդունիմ, կրնամ չընդունիմ, բայց ես գիտեմ, որպես նախագահ, որպես պատասխանատու, որ այդ գիտելիքները պետք է պահպանենք։ Այդ իմաստով Վանալիջի զեկույցը մեծ նշանակություն ունի, որովհետև վաղը մյուս օր Մասիսի հետ կապված լուրջ զեկույցն պետք է պատրաստվի, որովհետև մեր տուրիստական այդպես կազմակերպությունները գտանին ժողովուրդները Մասիսարի վրա եւ Մասիսարը կդառնա զիբիլանոց, պետք է մաքրվի, պետք է բողոքենք, պետք է ներկայացնենք զեկույցը, որպեսզի Մասիսարը մաքուր մնա, կարևոր է մեզի համար, գիտեսեք, բայց մենք ունենք Արագածը,
Չէ, դուք ունիք Արագած, մենք ունիք Մասիսարը, եթե ձեր խնդիրը չէ, մեր խնդիրն է, եւ մենք պիտի պաշտպանենք Մասիսարի մաքրությունը եւ պիտի բողոքենք, պետք է Մասիսարը մաքուր մնա։ Եվ ադբես ատկան ճակատներ ունենք, չի հաշված մեր հոգևոր ժառանգությունը, Անահիդի տաճարները, Արամազդի տաճարները, որ կգտնվին Արևմտյան Հայաստանի տարածքում։ Մենք գուզենք մեր աղբյուրի ջուրերը։ Արցախում մեկ հատ դիկրանագերտը կար, դիկրանագերտ Ադամի մոտ, դիկրանագերտը կար։ Դիկրանագերտի մոտ կար Շահ Բուրաղի աղբյուրը։ Եթե Շահ Բուրաղի աղբյուրը չկար, Դիկրանագերտ քաղաքը չէր լիներ անժամանակ, որովհետև քաղաքը մաքուր ջուր պետք ուներ, ջուր մշտական ջուր պետք ուներ, եւ այդ Շահ Բուրաղը, որ Դիկրանագերտի մոտ քաղաքի մոտ էր, որ իրականության Անահիդի աղբյուրն է, Անահիդի աղբյուրն է, Անահիդն է, այդ ջուրն է, որ գցնվեր ամբողջ Դիկրանագերտի ժողովուրդը։ Հետո գսեք, որ Դիկրանագերտը մերը չէ, բայց ինչ որ հիմա ձեզի բացատրեցի, ովևէ մեկը գիտեր, մենք ունենք գիտելիքներ, որ կհաստատեն, որ այդ խողերը, այդ դարաշները մերն են։ Հասկացաք տարբերությունը նոր եկած ժողովուրդներուն կամ խառնված էթնիկ ժողովուրդներուն, որ չեն իմանում այդ դարաշքի բնավորությունները, այդ կանիշները, այդ դարաշքի հատուկ բնավորությունները, հիմա մենք որպես բնիկ ազգ, եթե մենք գջնջենք ինչ որ հիմա ցեզի կներկայացնեմ, եթե մենք ուշադիր չենք լինելու, եթե մենք չենք պաշտպանելու այդ ամեն ինչ, որ հիմա ունենք, մերն է, այդ գիտելիքները կան նորեն, կնշանակի, որ մեր որպես հայ, մեր հայկական ազգը աբակա չի ունենալու։ Եվ այդ ցևով կրնան ուրիշ ազգերը բերեն մեր դարաշրջանում, կրնան տարբեր բաները փոխեն եւ այդպես ընեն, որ այդ ազգերը օդարը լան այդ դարաշքեն։ Եվ այդ ցևով անշուշտ կրնան անքից ցևով իրենց ղեկավարեն եւ անոնք պաշտպանեն այսօրվան իրենց ատորները։ Շատ շնորհակալ եմ, մենք շատ կարևոր ժամանակները կսպասեն մեզի, որովհետեւ մեր ազգային պետականությունը պահպանվի, բայց դուք գիտեք այսօր, որ ամեն ինչ մեր ձեռքի մեջն է։ Մենք ենք որոշողները։ Եթե մենք լավ կորոշենք, մենք առաջ կենանք, կուժեղանանք, որպես հայ, որպես ազգային պետություն, որպես հայկական պետություն։ Եթե չէ, ինչպես կրնամ ասեմ, Արամազդը միշտ կմնա մեզ հետ։ Շնորհակալություն ձեզ եւ հաջողություն։